Abirem hովիվը, որ մեզ աուտկով դերոջ մոդեցնեն։ Մեր բաշտելի երկնավոր հայրը գխոնարին ու մեծապարտության դարչև և սրդանց պարկ կուդանք, որ այսօրալ մեզ այս սկանչելի թանգակին արիթը շնորեցիր, գրցանք դեր հավակվիլ դաջարիտ մեջ, որբեսի մեր կողունակությունը հայտնենք և դեր մեր սրդերը քեզի պարսացնենք քու թեմքդ խնդրելով, պարկ ուդանգով դեր քու սիրույթ համար, այո, մեզ այնքան սիրեցիր, որ միջև քու միածին որդիդ աշխարհ գրգեցիր, մեզ սիրեցիր մեր մեղքերու մեջ, երբ մեռած էինք, և չուզեցիր մարդը այդ վիճակի մեջ մնալ, ուզեցիր կենդանացնել, և այդ կենդանանալու միջոցնալ թուն գարկադրեցիր, դեր Հիսուսով մենք կյանք ստացանք, որքան պարկ ուդանգով դեր քու սկանչելի գործերուդ համար մանավանդ մեր անմահ հոգիներու փրկության համար գդարած ծրագիրիդ, այո դեր քու անուն իմաստությամբ ամեն բան գարկադրած ես, որպեսզի մարդը ուրախ լա, խաղաղ լա, շնորհակալ ենք ով դեր, շնորհակալ ենք, որովհետև այս պահուս մեր նման փյուրավորներ քեզ կբաշտեն, գերգրբակեն քու անվանդ, կմեծարեն քու սուրբ անունդ, և դեր գհիշենք բոլորսալ քու առաքինություններդ, քու գործերդ մեր կյանքերու մեջ և միջոցով, այո դեր օգնե մեզի, որ ինչպես դու մեզ սիրեցիր, մենք ալ քեզ սիրենք, դու մեզ խոսքով չսիրեցիր, այլ գործով, շնորհ որ մենք ալ որպես քու զավակներդ գործով ցույց տանք, թե մենք քու գտենք, քեզ կսիրենք և դեր քեզի համար կապրենք։ Շնորհակալ ենք խոսքիդ համար և այն բոլոր հոգևոր օրհնություններուն համար, կհավատանք, որ խոսքիդ միջոցով ներկայությամբ պիտի օրհնես, կաղոթենք, որ քո հոգիդ պատրաստ է մեր սրտերը, լուսավոր է մեր մտքերը, որպեսզի խոսքը տեղ գտնե դեր, և այսպեսով այս պաշտամունքի մեջ փառավորվիս տուն, քեզի կհանձնենք դեր և սկիզբեն մինչև վերջ կուզենք, որ տուն առաջնորդես, ով դեր կաղոթենք նաև մեր հիվանդներուն համար, անոնք որոնք ցավաթարներ են, հոգեգան, նյութական, ֆիզիկական վիճակներու մեջ կգտնվին, որոնք դեր զիրենք կնեղեն, դխուր են, հուսահատ են, բոլորին թուն բժշկես ով դեր, թփչիս, կենդանացնես, գաստուրես, անոնց հոգին, որպեսզի անոնք հիշեն քու բարիքներդ և դեր շնորհակալության հոգիով լեցվին, ով դեր գաղոթեմ նաև, եթե մեր մեջ սիրելիներ կան, որոնք դակավին քեզ մehերու են, մեղքերու և հանցանքներու մեջ մեռած գաբրին, այդպեսիներուն ալ կենդանանալու օրը դառնա, և այսպեսով դեր երրորդությունը փառավորվի, հիշեխրովյալ երկիրները դեր, երկրաշարժի երկիրները, հոն ուր դեր մարդիկ կդարաբին, մանավանդ դեր քու զավակներդ իրենց հավատքին համար կդարաբին, գաղոթենք, որ բոլորին այցելես, հիշե մեր հայրենիքնալ, հոն դեղ ապմը հողին վրա, գաղոթենք, որ խաղաղության մեջ լա մեր ժողովուրդը և ավետարանի բարի լուրը դարածվելու արիթմը լա մեր շուրջը գտնվող մարդոց, առաջ որ թունքաս շատեր քեզ գտնեն։ Այս բոլորը դեր Հիսուսյանով կխնդրենք, փառքիդ համար, ամեն։ Ամեն։
Փառավորենք մեր Տերը երգելով 476-րդ երգը «Բատմե բատմություն իմ փրկչիս»։ Բատմե բատմություն իմ փրկչիս, Կրեզանիմ սրտիս վրա, Գրնե բատմություն իմ փրկչիս, Հրաշալից է աննման։ Բատմե ինչպես իր սուրբ ծնունդ, Տերոջ նշտագավետեց, Բատմություն իմ փրկչիս, Կրեզանիմ սրտիս վրա, Գրնե բատմություն իմ փրկչիս, Հրաշալի եւ աննման։ Անաբադին մեծ սատանան, Զայն փորձության ենթարկեց, Ինչպես սուրով ճշմարտության, հաղթական պայքար մղեց, Ասե ինչպես կապրեցավ, խոնար ու հեզ վշտալից, Անքեզ համար տարապեցավ, Գրեց տագնապ ու թախիտ, Բատմե բատմություն իմ փրկչիս, Կրեզանիմ սրտիս վրա, Գրնե բատմություն իմ փրկչիս, Հրաշալի եւ աննման։ Բատմե ինչպես Տեր խաչին վրա, Մահաբարդի պես մեռան, Երբ զինքդարինի քերեզման, Ինչպես փառքով նահարյան, Այս պատմության մեջ փրկչիս են, Գերեւի բարձի մաչքին, Թող որ վազեն իմ արցունքներ, Զիգյան տվավ փրկագին, Բատմե բատմություն իմ փրկչիս, Կրեզանիմ սրտիս վրա, Գրնե բատմություն իմ փրկչիս, Հրաշալի եւ աննման։ Գրգին փառվենք մեր Տերը երգելով 309-րդ երգը, Զվարթնոց երկրին մեջ լույսովն իրան շեչ, Բիդ տեսնենք արքան օրմը։ Զվարթնոց երկրին մեջ լույսովն իրան շեչ, Բիդ տեսնեմ արքան օրմը, Այն սուրբ երկրի վրա, Աստղեն եզրը, Իրեն հետ գլամ օրմը, Իր պարած մեջ, Բիդ տեսնեմ արքան, Բիդի երգեմ, Հավետ սուրբ անվան, Հիսուս խաչիմ վրա, Ինձ համար մեռավ, Բիդ տեսնեմ արքան օրմը, Փառած երկրին վեր, Ուր չգա
Յալդերոցետ ալդիրեմ ավետ Պարկի լույսի մեջ վսեմ Իր պարած մեջ բիտեսնեմ արկան Բիդի երկեմ ավետ սուրբ անվան Հիսուս խաչիմ վրա ինձ համար մերավ Բիտեսնեմ արկան օրմը Երբ արկան դեսնեմ պարած մեջ վսեմ Պիտի նայեմ իր թեմքին Երկեմ հավիդյան երկը պրգության ու բահբանոմ էտ շնորքին Իր պարած մեջ բիտեսնեմ արկան Բիդի երկեմ ավետ սուրբ անվան Հիսուս խաչիմ վրա ինձ համար մերավ Բիտեսնեմ արկան օրմը Այս մեծ վստահության համար Աստծո փառք ունենք Մեր վերջին երգը բիդելա 215-րդ երգը, որ մեր ժամանակահայտարարություններում պիտի հատկացնենք եւ ապա պիտի լսենք գարջ վկայությունը նվերները հավաքվել են յետք։ Մոտ եկուր ով փրկիչիմ, քեզի շատ գարոտ եմ։ Մոտ եկուր ով փրկիչիմ, քեզի շատ գարոտ եմ, հոնդեպ ինձի անհուն սեր, ջոխաբես վայել եմ, գարոտ եմ մի վարգյան, Սինդախուր եմ, երբ հարցակի չարսադանամ, քեզի հետ գախտեմ, մոտ եկուր ով փրկիչիմ, մի թողուր երբեք զիս, երբ կադաղի ծովունալիք ըսմարնանավագիս, Կիդեմ կրնաս տունով դեր սաստել պուր մռիգին, և կուծայնին նազանթեցնել, Մոտ եկուր ով դեր Հիսուս, միշտ քեզի գարոտ եմ, հիվանդությանց ցավի ատեն, ավելի քեզ ուզեմ, ջամփասը լածագավեն, արևի դակ պայծառ, եթե ինձի չառաջնորդես, վտանգ կա անթաթար, հզոր փրկիչ մոտ եղիր, կյանքիս եղջանին, Զիթուն անցար մահվան շուքեն, լայն պացիր թուն կյանքին,
ամեն։ Աստուծո սրբազան խոսքեն պիտի գարտացվի Ղուկասու ավետարանին 9-րդ գլուխեն 57-ն մինչև վերջ 62։ Ու երբ անոնք ջամփան երթային, մեկը սավանոր։ Դեր քու յետևետ կամ ուր որ երթաս։ Եվ Հիսուսը սավանոր, աղվեսները որ չեր ունին ու երկինքի թրջունները փույներ, բայց որդի մարդո դեղը չունի ուր իր գլուխը տնե։ Ուրիշի մնալ ըսավ, եկուր իմ ետևես։ Անալ ըսավ, Տեր ինձի հրաման դուր, որ առաջ երթամ իմ հայրս թաղեմ։ Հիսուսը սավանոր, թող դուր մերելներում, որ թաղեն իրենց մերելները, բայց տուն կնա Աստուծո թագավորությունը քարոզե։ Ուրիշ մնալ ըսավ, Տեր, ես քու ետևետ պիտի կամ, բայց ինձի հրաման դուր, որ առաջ իմ տանս մեջ եղողներուն հրաժարական ողջույն տամ։ Հիսուս ըսավ անոր, ոչ մեկը իր ցերկը մաջին վրա գտնե ու յետին գնայի, Աստծո թագավորությանը հարմար է։ Ուրիշ ավետարանիչը այս գնդագարակրե եւ գսե դերը, թող դուր մերելներուն, որ թաղեն իրենց մերելները, թուն իմ յետևես եկուր։ Նույնպես պիտի ըլլա աբրո ու կորձո մերելները։ Գարտացված հատվածի մեջ, ինչպես նշմարեցինք, 3 անձեր կներկայացնե ավետարանիչը, որոնց մե երկուքը ուզեցին Հիսուսի հետևել եւ երրորդ մնալ Հիսուս ինք գոչ ըրավ, ինչպես ուրիշ ավետարանիչը գսե։ Հոս գոչը երկրորդին ուղված է։ Գսե եկուր իմ ետևես։ Գոչը ըստացողնալ պայման թրավ հետևելու։ Եվ այսօր որքան մարդիկ պայմաններ գտնեն Հիսուսի հետևելու համար։ Եվ Տերը դարօրինակ պատասխան մգուտա հիշյալ մարդուն, որ պայման թրած էր։ Գսե թող դուր մերելներուն, որ թաղեն իրենց մերելները։ Ինչպես մերածները մերելներ գթաղեն։ Եթե ուզենք Հիսուսի միտքը հասկանալ, այն ադեմ բարձ գլլա եւ դժվարություն չենք ունենալ։ Անոր համար մեր Տիրոջ այս խոսքերը մեր խորհրդածության նյութը պիտի դարձնենք, հիմք ունենալով Աստվածաշունչի ողջամիտ վարդապետությունը եւ Աստվածաշունչեն բավական վկաներ պիտի կանչենք, որոնք մեզի պիտի ասեն, թե իրենք աբրո ու կորձո մերելներ են։ Ասոնցմե ոմանք գենթանացան իրենց մերած վիճակեն, ոմանք ալ մերած մնացին ու հավիտենականության անցան։ Անոնք երբ ֆիզիկապես գաբրեին, կորձեցին, խոսեցան, քրեցին, զանազան ծառայություններով միջև իսկ ծախսեցին դվին, սակայն մերած էին ու մերածալ կացին անցան հավիտենականության։ Եկեք տեսնենք, թե մարդուն մեջ ինչը մերած է, որ ան միևնույն ադեն գրնա կորձել, խոսիլ, քրել, ապրիլ, ինչ որ գուզեք գնե, որպեսզի հասկանանք մեր Տիրոջ միտքը։ Մենք գիտենք, որ մարդը 3 մասերը կփաղկանա։ Եթե կարդանք առաջին Թեսաղոնիկեցոց 5-րդ գլուխին 20-րդ համարը, հոնդեղը գսե առաջին Թեսաղոնիկեցիս 5:23 Եվ ինք խաղաղության ասվածը բողոսարակյալ աղոտ կմատուցան է, գսե, եւ ինք խաղաղության ասվածը ցեզ բոլորովին սուրբն է, ու ցեր բոլոր հոգին եւ շունչը ու մարմինը անարատ բավի մինչեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալու ադենը։ Մարդը 3 մասեր է։ Գարձեցյալ Եհովայի վկաները լավ թող լսեն։ Հոգի,
շունչ եւ մարմին, փսիխի, պնևմա եւ սոմա, հունարեն բնակիրը գսե։ Հոգին եւ շունչը այն հոգևոր ընդունակություններն են, որոնց միջոցով մարդը Աստուծո հետ կհաղորդակցի, զայն կբաշխե եւ անոր անվան փառքին համար գաբրի, անոր գամքին կհնազանդի։ Այդ հոգևոր ընդունակություններն են միտքը, գիտակցական զգացում, խիղճը, գամքը եւ խոսիլը։ Երբ կգարտանք, որ Աստված մարդը իր պատկերով ստեղծեց, հոգևոր ընդունակություններուն ակնարկեց, որովհետև Աստված ևս այս ընդունակությունները ունի, ան գխորի, ուր գրված է, իմ խորհուրդներս, ձեր խորհուրդները չեն գսե դերը։ Աստված գիտակցական զգացում ունի, սիրելու, ադելու, դրտմելու եւ ուրախանալու ընդունակությունը։ Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա, չգործվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Աստված կսիրե մարդուն, նաև գադե մեղքը։ Ան խիղճ ունի։ Խիղճը բարին չարեն զանազանելու ընդունակությունն է։ 19-րդ Սաղմոսի մեջ բազմաթիվ հատվածներ կան, գսե Դերոջը կանոնները շիդագ են, սիրտը ուրախացնեն, Դերոջը պատվիրանքները բայձար են, աչքերուն լույս կուտան, Դերոջը վախը սուրբ է, հավիտյան կմնա, Դերոջը դատաստանները ճշմարիտ են ու բոլորովին արդար։ Աստված կամք ունի։ Եփեսացիս 1-րդ գլուխի մեջ կգարտանք, առաջին գլուխի մեջ, որով մենք հալ ժառանգություն արինք, առաջվնե որոշված լալով, անոր նախասահմանությունով, որ ամեն բան իր գամքին խորհուրդով իքորց գտնե։ Աստված նաև գխոսի, հավատքով գիմանանք գսե Եբրայեցիոս թուղթին հեղինակը, հավատքով գիմանանք, թե աշխարհ Աստուծո խոսքով ստեղծվեցավ, կամ հաստատվեցավ, ու աներևույթ բաներեն այս երերցածները եղան, Եբրայեցիս 11:3։ Ան ըսավ լույսը լա եւ լույս եղավ, ըսավ գխոսի Աստված, որով մարդնալ այս հոգևոր ընդունակություններով ստեղծված է, որպեսի Աստուծո հետ հաղորդակցի։ Մենք Աստուծո հետ չենք հաղորդակցի ֆիզիկապես, մեր հոգին կհաղորդակցի, մեր միտքը, մեր զգացումները, մեր խիղճը կհաղորդակցի անոր հետ։ Աստված այսպես ստեղծեց, որ բաշտեք զայն։ Աստված հոգի է եւ իրեն երկրպագողներուն ալ պետք է որ հոգիով ու ճշմարտությունով երկրպագություն ունեն, ըսավ մեր Տերը Սամարացի գնոջ Հովանու 3:24։ Աթամ նախքան մեղանչելը Տերը հետևյալը ըսած էր. Բարդեզին ամեն ծարեն համարցակ եր, բայց փարվո ու չարի գիտության ծարեն մի ուդեր, քանզի այն օրը որ անգե ուդես, անշուշ բիդի մեռնիս։ Աթամ գերավ, այո գերավ, մեռավ, 930 տարիներ ապրեցավ։ Ինչը մեռավ, ինչը հոգին։ Մարդուն էության մեջ եղող այդ հոգևոր ընդունակությունները, որու միջոցով Աստուծո հետ կհաղորդակցեր, անիգա մեռավ, հոգին մեռավ։ Մեռած հոգին չի գտնար Աստուծո համար ապրիլ, անկարելի է։ Մեռած հոգին իր եսին համար գաբրի, իր ցանկություններուն համար գաբրի, միայն ու միայն։ Մարդը այդ վիճակին մեջ կրնա եկեղեցի հաճախել, հայր մերսել,
բարեգործություններ կատարել, մինչև իսկ գրոնասեր ըլլալ, սակայն այս բաները գացությունը չփոխեր։ Անոր մերած հոգին առնչությամբ։ Մերած հոգին պետք է նորեն ծնանի, գենթանանա ու նոր ստեղծված դառնա։ Առաքյալը գսե, եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիկա նոր ստեղծված մնե։ Հիները անցան եւ ամեն բան նոր եղան։ Ինչը նոր եղավ, ինչ բանը նոր եղավ, հոգին, նորեն գենթանացավ։ Եվ որովհետև հոգին նորեն ծնացավ, գենթանացավ, այն ադեն անգե հետո մարդուն վարմունքը կփոխվի, խորհուրդները կփոխվի, որովհետև հոս հոգին միտքը գենթանացավ, խոսքերը կփոխվի, ամեն բան կփոխվի։ Տեր Հիսուս գրոնասեր, դաջարասեր եւ լավակույն համայնքի մեջ Փարսասիջան Բաշտոնի վրա եղող Նիկոդիմոսին երբ ըսավ, պետք է քեզի նորեն ծնանիս, որբեսի Աստուծո թագավորությունը ժառանգես։ Ինչը պետք է նորեն ծնանի, մարդը դարիքոտ ձեր մարդ մնե, ինչը պետք է նորեն ծնանի, անոր մերած հոգին ակնարկեց, հոգին պետք է գենթանանա։ Երկինքի մեջ միայն վերստին ծնած հոգիներ կան, որոնք օրմը, դեղմը, երբ երկրի վրա գաբրեին, ավետարանի բարի լուրը լսեցին Աստուծո սիրուն եւ շնորհքի մասին եւ հավատացին, որ խաչին վրա մեռնող Հիսուս իրենց փոխանորդն է եւ ընդունեցին անոր գդարած փրկագործությունը։ Այսպես ավետարանի խոսքը, որում մեջ կյանքը կործեց անոնց ներսիտին եւ անոնց մերած հոգին գենթանացուց։ Նորեն ծնան անոն։ Առաքյալը գսե առաջին Պետրոսի մեջ նորեն ծնած ըլլալով շատ կուզեմ որ խորհիկ նորեն ծնած ըլլալով ինչս է նորեն ով ծնավ ինչը ծնավ նորեն ծնած ըլլալով ոչ թե աբագանացու սերմեն հաբա ան աբագանացու են Աստուծո գենթանի եւ հավիտենական խոսքով ուրիշ տեղ Մարաքյալը գսե Հակոբոս իր ուզելովը մեզ ծնավ ինչպես ճշմարտության խոսքով Հակոբոս 1:18 Երկինքի թագավորության մեջ միայն ու միայն վերստին ծնած հոգիներ կան, որոնք փարավորյալ անաբագանացու մարմիններով դերոջը հետ պիտի ըլլան։ Թող դուր մերելներուն, որ թաղեն իրենց մերելները։ Հիշեմ ցեզի գարմը վիճակներ, որ մերած մարդոց վերակրելի է ըստ Աստվածաշունչի։ Այս մերելներու մեջ դաղանթավոր մարդիկ կան, բարի, ազնվական, ազգասեր մարդիկ կան եւ նաեւ գրոնասեր մարդիկ կան։ Օրինակ մներգայացնեմ ցեզի Դարսոնցի Սողոս։ Աբրո ու կորձո մերելմը։ Լսենք ինչ կսեան իր մասին, ինչ կսե իր մասին, որպես գրոնասեր եւ հավատարիմ իր ավանդության Փիլիպեցիս 3:4-6 Թեպետ ես նույն վստահություն ունի մարմինի վրա, եթե ուրիշ մեկը կգարձե, թե վստահություն ունի մարմինի վրա, այլ ավելի ես, 8 օրվան թլփատված, Իսրայելի ազգեն, Բենյամինի ցեղեն, Եբրայեցիները, օրենքին նայելով Փարիսեցի, նախանցավոր ըլլալու գոհմանե եկեղեցին գահալածեի, օրենքին արդարությանը գոհմանե անարատ էի, բայց ինչ որ ինձի շահեր, զանիկա Քրիստոսի համար վնասեցի, բայց իր անցյալը, այդ իր գրոնասիրության մեջ սրդին թիրքորոշումը եւ հոնգե փխած վարմունքը գիշե նաեւ
Տիտոսի նամակի մեջ կիշ է։ Եվ գսե հոնդեղը գուզեմ գարտալ Տիտոսի նամակի մեջ գսե վասնզի մենք ալ ադեմը անմիտ էինք Բողոս դարսոնցի Սողոս իր անցյալին համար գսե որ մերած էր բայց կործող աբրող խոսող մարդ մներ բայց մերած էր եւ գսե վասնզի մենք ալ ադեմը անմիտ էինք անհնազանդ մոլորյալ եւ զարազան ցանկություններու ու հեշտություններու գծարայեինք չարությունով ու նախանցով գվարվեինք ադելի էինք ու մեգս մեկ գադեինք Ավասիկ աբրող ու կործող մերելմը, որ չեր գրնար աստուծո համար աբրիլ, չեր գրնար։ Այդ անցը դարսոնցի Սողոս, գրոնասեր, ասկասեր, մոլերանտ ավանթաբաշտ, օրինաբաշտ, սագայն պամբը բադայեցավ, Դամասկոսի ջամփուն վրա հարուցյալ Քրիստոս կհայտնվի, Անոր գանթբի եւ իր անունով կգանչե այդ գանչին անսալով հնազանդելով դարսոնցի Սողոսին մերած հոգին գենթանացավ նոր մարդ եղավ վերստին ծնունդ ունեցավ նորեն ծնավ վերեն ծնավ որ մի յետքը աստուծո համար ապրելու գսկսի անոր միտքը ըսկացումները խիղճը գամքը լեզուն աստուծո համար ծառայելու գսկսի Անգարած, իր եսին, իր բատկանած համայնքին, բայց ետքը աստուծո համար։ Տեր Հիսուսի աշխարհքալու նպատակը այս մերելները գենտանացնելու համար էր։ Առաջին ատամը մարդկությունը մեղքի մեջ ցկեց եւ զանոնք դարձուց աբրող ու կործող մերելներու Սակայն վերջին ատամը Տեր Հիսուս Քրիստոս եկավ կյանք տալու անչսավ ես եկա որպեսզի կյանք ունենաք եւ ավելին ունենաք Ուրեմն որոնք են եւ ինչպեսի վիճակներու մեջ կգտնվին այն մերելները որոնց համար Տերը ագնարգեց երբ ըսավ թող դուր մերելներուն որ թաղեն իրենց մերելները Առաջին Մերելան է, որ աստուծո հետ հաղորդակցություն չունի, և չի գրնար աստուծո համար ապրիլ, անոր գամքին հնազանդիլ չի գրնար, անգարելի է, մերած է, աստուծո հետ հաղորդակցություն ինչ կենթատրե, ադի պետք է հասկնանք, որդև կործող, աբրող, մերելներ կգարձեն, թե Սուրբ Գիրք մգարտալով, Սաղմոս մգարտալով, Փարի լալով Աստուծո հետ կհաղորդակցին։ Աստուծո հետ հաղորդակցություն կենթատրե որդի հայր հաղորդակցություն, որդի հայր, ոչ թե բարդականություն, գիտակցությամբ եւ մեծ ուրախությամբ անոր հնազանդելու դրամատրություն ունենալ այս կենթատրե։ Եվ ոչ թե գիրագի եկեղեցի կերտա։ Հայրմերը կոծքի դե, ոչ ադիգա չէ։ Գրոնքին արդակին երևույթներով գբարձենա։ Այդ բաները երբեք ապահով ապացույցեր չեն աստուծո հետ հաղորդակցության։ Մարդը աստուծո հետ կհաղորդակցի իր հոգիով, միտքով, զգացումով, գամքով, խիղճով եւ խոսքով։ Երբ այս բաները մերած են, ինչպես աստուծո հետ պիտի հաղորդակցի մարդը։ Ինչպես։ Պիտերտա իր սորվածը, ինչ որ սորվեր է, օտոմատիկ, պիտի արդասան է, պիտի ըսե, և հետնալ եթե խոսիս այս ճշմարտություններու շուրջ, ես այսպես կհավատամ կսե, մերած է ինքը, մեղքերու և հանցակներու մեջ մերած է, ես այսպես կհավատամ կսե։ Ուրեմն պետք է գենթանանա, հոգին պետք է վերեն ծնանի, որպեսզի կարենա որդիական հաղորդակցություն ունենա եւ աստուծո համար ապրիլ, հարցը հոս է, հարցը աստուծո համար ապրիլ է, հոս է հարցը, չի գրնա, պետք է հոգին գենթանանա։ Երկրորդ, մերելան է, որ մեղքին քերին դարձած է։ Պողոս առաքյալ Եփեսացվոց հավատացյալներուն անցյալի կյանքը
նախքան Քրիստոսի հավատալը իրենց վիճակը կնկարագրի մեգեն 5 համարներու մեջ եւ գսե թուք հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած էիք եւ ցանկ մը կներկայացնե հոն որ իրենց վարմունքը խոսքերը արարքները եւ այլն ամենը կներկայացնե մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած կնշանակե մեղքի իշխանության անոր զորության դակ ապրիլ մեղքին քերին դառնալ մեղքը այսինքն իր մեջ եղող մեղավոր քնության եսին քերին դառնալ այս մերելները գաբրին ու գործեն չարին աստեցության դակ իրենց խապեփա սիրդեն առաջնորդվելով գաբրին միայն իրենց եսը քոացնելու համար գաբրին այս տասագարքի պատկանող մարդոց մեր դերը գիտեք ինչսա Հիսուս շատ դժվար մարսելի խոսքեր ասավ այսօր ովևէ գրոնագամը ասե չափազանցած չէ մլար եթե ոչ թե կփանդարգեն ինչեր գնեն նայեցեք լսեցեք ինչ ասավ Հիսուս այս տասագարքի մարդոց որոնք կորձող ու աբրող մերելներ են գսե ձեպած քերեզմաններու նմանցուց գսե որոնք թուրսեն քեղեցիկ երևնան եւ ներսեն մերելներու ոսկորներով եւ ամեն երբ բղծություններով լեցունեն Մատթեոս 23-27 այս է մարդը երբ անոր հոգին մեռած է երրորդ մերելան է որ հոգեվոր աստվածային ճշմարտությունները կամ բաները ինչ որեն է չհասկնար Բողոս արաքյալ այս ճշմարտությունը հաստատելով հիշյալ տասագարքի պատկանոները գոչե շնչավոր ու մարմնավոր Հռոմայացիս 8-ը 5-ն եթե գարտանք 5-ն 8-ը լսենք ինչ կսե Քանզի մարմնավոր եղողները մարմինին բաները կմտածեն ու հոգևոր եղողները հոգին որտեղ հոգին կենթանի է կենթանի եղող բանի մասին կմտածեն բայց եթե մեռած է հոգին մարմինը որ գաբրի անոր մասին պիտի մտածի ուրեմն հոգևոր եղողներ հոգին վասնզի մարմնավոր խորհուրդը մահ է եւ հոգևոր խորհուրդը ցանկ ու խաղաղություն քանզի մարմնավոր խորհուրդը աստուծո թեմ թշնամություն է վասնզի աստծո օրենքին չի հնազանդիր մանավանդ չի գրնար որքանալ տաստիարագես որքանալ գրթես մարդը գրթության բեք չունի տաստիարագության բեք չունի մարդուն հոգին պետք է կենթանանա անորամար մարգարեն գսե եթոպիացին մորթը գարելի է փոխվի եթե սևամորթ մեր մեջ սևամորթ չունենք եթե սևամորթի մը փերենք աղվոր մը լոկցնենք աղվոր բատ հալեբի գար օջաները կան գիտեք կանանչ աղվոր մը լոկցնես վրայնալ քեսենես աղվոր մը կփոխե մորթը չի փոխվի պետք է գենթանանա եւ արաքյալը գսեոս վասնզի մարմինով եղողները չեն գրնար աստուծո հաջոլա բայց թուք մարմինով չեք հապա հոգիով աստվածային բաները շնչավոր մարմնավոր մարդուն խորտ կթվի եւ հիմարություն սա ասմարտ ինչ կխոսի ինձ Ան աստվածային օրենքներու չի գրնար հնազանդիլ եւ աստուծո համար ապրիլ որովհետեւ միտքը խավար է հոգին մեռած է իսկ լուսո որդիները գրնան փորձառությամբ հայտարարել ինչ որ դարսոնցի Սողոս հայտարարեց Քրիստոս կենթանի է իմ մեջս ես հիմա որ մարմինովս գաբրիմ աստուծո որդքուն հավատքովը գաբրիմ Քահանացիս 2:20 Որքան ցավալի է հոգևորապես մեռած մարդուն վիճակը Թող դուր մերելներուն որ թաղեն իրենց մերելները Մեր դիրոջ ագնարգած մերելները անցնասեր են միայն իրենց անցին համար գաբրին Այս աբրո ու կորձո մարդոց զրակիրներու մեջ, իրենց հաշիվներու մեջ, զասված թուրս սրած են, թուրս։
Զիրենք ստեղծողին, որոնց յանքը անոր ցերկերու մեջ է, բաժին չունի։ Թուն դեղդ նստե, մի խարդվիր, ես խոսեմ, ես ուզածից պես պիտի ապրեմ։ Բայց եթե պետք է լա գան չէ։ Եվ գմեղատրե, ինչու Աստված ուր է, ինչու այսպես սրավ, ինչու այնպես սրավ, եւ այլն, եւ այլն։ Եվ ամեն բարիկներ գվայլեն այս մարդիկը զիրենք ստեղծո Աստծո գոմե եւ շնորհակալությունը չեն հայտներ։ Thank you-ը չեն ասեր։ Իսկ որ շուրջիներուն այդ հաղորդակցության մեջ է, փոքր բարիկի մը փոխարեն շնորհակալ եմ։ Thank you գսեն։ 10 անգամ շնորհակալ եմ ասում։ Եվ այսօր մայրեր իրենց փոքրիկներուն այնպես մգտաստիարակեն thank you se ցակուգս thank you se նայ փամը thank you se ուղերնի գլավան անորամար բզդիկ բանին thank you գսեն սխալ չէ ադի չէ Աստծո բեք չէ շնորհակալություն հայտնենք իր բազմաթիվ օրդություններուն բարիկներուն համար Անշուշտ պետք է շնորհակալություն հայտնենք։ Այնպես որ այս մերելները, այս տասագարքի պատկանող մարդիկ փառք ունակ որ շատեր գենթանացան, ինչպես օրինակը բերի Դարսոնցի Սողոսին։ Դերը գամիկալ շաբաթ պիտի շարունակենք այս նյութը եւ հավելվածական գարկը գեդերալ վեր պիտի առնենք այս աբրող ու կորձող մերելներուն առողջությամբ, բայց պիտի շեշտեմ Դեր Հիսուսի խոսքը Թուն եկուր իմ ետևես Ցիկե մերելներ վերելեր թողտաղեն Թուն իմ ետևես եկուր Դերը գոչ կնե Սիրելի բարեկամ դերը քեզյալ գոչ կնե որ անոր հետևիս Եվ եթե ընդունիս այդ գոչը ան քեզ պիտի կենթանացնե ոչ հովիվդ ոչ համայնքդ ոչ ով լա թողլա ան գենթանացնե Աստված գենթանացնե մարդուն հոգին եւ կյանք ուտա Հագարակ բարակային եթե մերժես թունալ աբրող ու կորձող մերելներուն տասագարքի մեջ պիտի մնաս Անցիդ համար պիտի ապրիս Աստծո համար չես կրնում Անցիդ համար պիտի ապրիս եւ թուն քեզի պիտի մխիթարես ես Փարիզ սիրտ ունեմ ես եկեղեցիս կերտամ ես այսպես կհավատամ ես այնպես կհավատամ խապեպա եւ չար սիրտեն ներշնչված Ասորանոր գնայի, ես ամեն են լավ եմ, ոքեյ, վերջացավ։ Ոչ։ Եթե այդպես ընես, հավիդյան աստուց մեհերու պիտի լաս։ Ընդրությունը կուգդ է։ Լրջորեն պետք է խորհիս այս ճշմարտություններու շուտ և իմաստուն թիրքորոշում առնես։ Առաջ որ հավիդենականության անցնես։ Որ տասագարքին գբատկանիս, իրավ, թուն քեզի հարցուր, աստծուծո համար գրնաս ապրիլ, այսինքն անոր խոսքին հնազանդիլ, ենթարգվիլ անոր, գսեմ ու գսեմ պերնիս մետ ձամոն բիդլա, գիրագի եկեղեցի աջախելը աստծո համար ապրիլ չէ, ադիգա պան չէ, հաստադուն վգայություն մը չէ, հաստադուն հիք մը չէ, Ամեն օր աստուծո համար պիտի ապրիս։ Այնպես որ այս ճշմարտություններուն առջև սիրտդ մի խստացներ, ինքնարդարությանդ մի վստահիր, վարգյան մարաջ, եթե քիդագից ես սեով դեր, իմ մերած հոգիս կենթանացուր։ Ես ալ Դարսոնցի Սողոսի պես եմ։ Գգարձեմ, որ քեզի լավ բան բգնեմ, հոգիդ պետք է կենթանանա, միտքդ, հոգևոր այդ ընդունակությունները։ Երանի թե այս ճշմարտությունները Սուրբ Հոգին սրտիդ մեջ թրոշմե եւ թուն խորհիս լրջորեն Դերը գամի քալ շաբաթ կշարունակենք Աստծո շնորհքը ձեր բոլորին հետ լա Շնորհակալ ենք Տերոջմեն, որ մեզի համար հոժարեցավ իր կյանքը խաչապայտին վրա զոհելու, որբեսի մենք մեր մեռած կյանքեն փրկվենք եւ նոր ստեղծված մլանք իր парքին համար։ Բիդի վերջացնենք երկելով 335-րդ երգը, որուն վերջին դունը ոտքի եւ հովիվին աղոթքով պիտի փակենք։
Հոն մոտ խաչին ուր փրկիչ մերավ, հոն թողություն խնդրեցի անցկավ, Հոն մոտ խաչին ուր փրկիչ մերավ, հոն թողություն խնդրեցի անցկավ, հոն իր արյուն սերդի սրսպեցավ, փառքիր Սուրբ անվան, փառքիր Սուրբ անվան, փառքիր Սուրբ անվան, հոն իր արյուն սերդի սրսպեցավ, փառքիր Սուրբ անվան, ինչ հրաշալի փրկիչ մե Հիսուս, զիս խավարեն գողադրեց իլուս, ատկպնագին է ինչ փառքիր Սուրբ անվան, փառքիր Սուրբ անվան, փառքիր Սուրբ անվան, հոն իր արյուն սերդի սրսպեցավ, փառքիր Սուրբ անվան, ողջություն ինչ անգին աղբյուր, ուրախ եմ որ լավաց մեղքեր սպյուր, հոն կփրկե կպահե մաքուր, փառքիր Սուրբ անվան, փառքիր Սուրբ անվան, փառքիր Սուրբ անվան, հոն իր արյուն սրտի սրսպեցավ, փառքիր Սուրբ անվան, այս աղբյուրին եկուր մեղավոր, ցկե ոտքին տակ մեղքեր բոլոր, ոսկը դիրգյան կերջանի գանթոր, փառքիր Սուրբ անվան, փառքիր Սուրբ անվան, փառքիր Սուրբ անվան, հոն իր արյուն սերդի սրսպեցավ, փառքիր Սուրբ անվան, Գուզեմ բահմը աղոտքի ժամանակ տալ, եթե մեր մեջ մեկ հոգի գա, որ անդրադարձած է, որ իր հոգին իրապես մեռած է, չի կրնար Աստծո համար ապրիլ եւ գուզե Տեր Հիսուսը հրավիրել սրտի մեջ։ Հետևյալ աղոտ կդրե հավատքով։ Ըսե Տեր Հիսուս, այս պահուս քեզի գուքամ, գնդունի որ իմ հոգիս մեռած է, ես իմ եսիս համար գաբրիմ, եւ իմ մարմինին ցանկություններուն քոացում դալու աշխատի միայն, չեմ գրնար քեզի համար ապրիլ, ներեն Տեր Հիսուս, եւ այս պահուս կհրավիրեմ սրտիս մեջ եկուր զիս կենթանացուր, եւ այսուհետև գուզեմ քու զավակը դլալ եւ քեզի համար ապրիլ, քու փառքիդ համար կխնդրեմ, ամեն, Տեր Հիսուս փառք կուտանք ներկայության համար, խոսքիդ համար, շնորհակալ ենք, որ քու խոսքդ կենթանի է զորեղ է եւ մարդոց մեռած հոգիները միայն քու խոսքդ գրնա կենթանացնել։ Գաղութեմ Տեր, որ կործե բոլորիս մեջ եւ լավ որ Տեր արդարության ջամփաներու մեջ քալելով քեզի փառք բերող զավակները լանք։ Շնորհակալ ենք քու սկանչելի կործերու համար, թու փյուրավորներու մեռած հոգիները կենթանացուցած ես եւ անո քեզի համար աբրած են ու գաբրին դագավին ամեն ասկե, ամեն ցեղը, ամեն լեզվե գաղութեմ ով Տեր մեր հայ ասկին, մեր ժողովրդի մեջ ալ շատ աբրող ու կործող մերելներ կան անոնցալ Տեր թուն այցելե եւ քու սիրովդ քեզի քաշես փառքիդ համար կխնդրեմ ամեն
Thank